Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ։ Այսօր մեր հյուրն է Հովհաննես Գևորգյանը, հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ով մանրամասնորեն ուսումնասիրել է հայ առաքելական եկեղեցու կանոնադրությունը եւ այսօր ունի հետաքրքիր առաջարկներ մեզ։ Ողջունում ենք ձեզ, պարոն Հովհաննես։ Ես էլ եմ ողջունում, հարգելի Լենդրոշ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը։ Ինչպես նշեցի, դուք ուսումնասիրել եք մանրամասնորեն հայ առաքելական եկեղեցու կանոնադրությունը եւ անձնական զրույցներում ինձ ասացիք, որ կա ճանապարհ օրենքով, կանոնադրությամբ կտրիչին տուն ուղարկելու։ Խնդրեմ, ո՞րն է այդ ճանապարհը։ Տեսեք, առաջի հերթին առհասարակ, ոնց որ ասած, գործնականում դա եղել է ազգային եկեղեցական ժողովը։ Ազգային եկեղեցական ժողովը հենց ընտրում է ամենայն հայոց կաթողիկոսին եւ ուրեմն արտակարգ իրավիճակների դեպքում, որը կարա վտանգված լինի մեր եկեղեցին, վտանգված լինի միասնությունը, որը հենց այսօր կա այդ խնդիրը, եւ էլի տարբեր հարցեր, այսինքն դավանաբանական, բարոյական, ծիսական խնդիրների ժամանակ ուրեմն ազգային եկեղեցական ժողով մարմինը ունի իր վերջին ինստիտուցիոնալ արբիտրի դերակատարությունը, որ այս վտանգների դեպքում սահմանափակել կաթողիկոսի իշխանությունը։ Սա ոնց ասած թեև ամրագրված չէ որպես այդպեսին, բայց ավանդության մեջ մեր հայ առաքելական եկեղեցու ավանդության մեջ, ուրեմն գործնականում այս դեպքերը եղել են։ Հիմա իրենք էլ մայրաթորից հոգեվորականները ասում են, որ միակ ճանապարհը սա է, օրինական միակ լեգիտիմ ճանապարհը սա է, որ մենակ այս ձևով է հնարավոր։ Որ ձևով։ Սակայն ազգային եկեղեցական ժողով գումարելով եւ այդ ճանապարհով Բայց այդ բոլոր մարդը չի գումարում։ Մեզի ուրիշ լուծում է պետք։ Հենց այդ է, մի կողմից իրենք նշում են, որ սա է օրինական ճանապարհը, բայց մյուս կողմից է մենք տեսնում ենք, որ այդ լեգիտիմ ճանապարհները բոլորը փակ են։ Հիմա այսպես մի օրինակ բերեմ, էլի ոնց որ կներեք, էլի որ մեր երկուսի վրա եմ այդ օրինակը բերում։ Ոնց որ մենք մի հարց ունենանք իրար հետ լուծելու, ինչ որ մի թեմային վերաբերող, որը պիտի լուծենք X սրահում։ Ես գալիս եմ, ասում եմ Լենդրուս ջան, դե մտնենք սրահ, որ այդ հարցը լուծենք։ Դուք ասում եք, գիտեք, այս սրահի դուռը փակ է եւ կողպեքներ փակ է մի խոսքով։ Բայց ասում եք, որ միակ ճանապարհը այստեղ է։ Բայց հիմա եթե դուք փակել եք, մենք ո՞նց կարանք այդտեղ լուծենք։ Բնականաբար փակ է եւ բալանիքի մոտ է։ Այո, փակ է եւ ձեր մոտ եք բացում։ Հիմա իրենք ցույց են տալիս լեգիտիմ ճանապարհները, սակայն իրենք այդ լեգիտիմությունը ճշմարտակ են պահել եւ հենց իրենք իսկ չեն այդ լեգիտիմությունը պահել։ Տեսեք, այդ ազգային եկեղեցական ժողովը ըստ մեր օրենքների եկեղեցվո 7 տարին մեկ է գումարվում։ Այսինքն 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առ այսօր 26 տարիների ընթացքում գրեթե գեթ մեկ անգամ ազգային եկեղեցական ժողով չի գումարվել, որը որ պետք է տեղ ունենար 2006 թվականին, 2013 թվականին եւ 2020 թվականին, բայց մի անգամ չի գումարվել։ Իրենք ասում են այս 7 տարվա այդ գումարվելը Գարեգին երկրորդն է սահմանել։ Այսինքն ինչ են ուզում դրանով ասել, որ կարա եւ չլինի, այսինքն եթե իրենք են սահմանել, բախ ինչու իրենք չեն պահում այդ օրենքները։ Եթե նույնիսկ լավ իրենք են սահմանել, եթե նույնիսկ այս հոգևոր իշխանության կողմից է սահմանվել 7 տարին մեկ լինելը, բայց ինչու իրանք չեն ուրեմն պահպանել այդ օրենքը եւ ինչու չեն կիրառել այդ օրենքը։ Եվ երկրորդ 1900 կներեք 2017 թվականին տեղի է ունեցել եպիսկոպոսած ներկայացուցչական ժողով։ Սա ավելի բարձր է, քան եպիսկոպոսած ժողովը, որտեղ տեղի են ունեցել մեր եկեղեցու օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ, քննարկումներ, ինչպես նաեւ որոշում է կայացվել։ Ընդունվել է այսքան այս որոշումը, որ պետք է լրացումներ եւ փոփոխություններ տեղի ունենան եւ որը պետք է վավերացվեր հաջորդիվ ազգային եկեղեցական ժողովով։
Դարձյալ 2017 թվականից մինչև այսօր տեղի չի ունեցել ազգային եկեղեցական ժողով։ Նայեք, սենց ես մի հատ մերսս աշխարհիկ ձևով օրինակ բերեմ, դուք պատկերացրեք ինչ է տեղի ունեցել։ Ոնց որ ասենք կառավարության նիստ գումարեն, կառավարության նիստում ուրեմն պաշտպանության, առողջապահության եւ ֆինանսների նախարարությունների մասով լրացումներ եւ փոփոխություններ բերեն օրենքներում, որը ասենք միտված լինի առողջապահության նախարարության մասով կլինիկաների զարգացմանը, արդիականացմանը, ժողովրդի առողջության պահպանմանը, պաշտպանության նախարարության մասով բանակների զորացմանը, արդիականացմանը, զենքի ձեռքբերմանը եւ ֆինանսների մասով, ասենք հարկային դաշտի քաղաքականության կատարելագործմանը։ Ուրեմն կառավարության ժամանակ այս լրացումներ եւ փոփոխությունները քննարկում են, ընդունում են, սակայն չի մտնում ազգային ժողով, որպիսի քվեարկեն եւ այս նախագծերը անցնեն եւ կյանքի կոչեն։ Նախագահն է ստորագրի վավերացնի։ Պատկերացնում եք ինչա տեղի ունենում։ Հələ մի հատ եկեք այդ կողմից նայենք։ Կարևոր օրենքներ են հելնում մեր բարօրությունը ապահովելու համար։ Ու հանկարծ չի մտնում ազգային ժողով։ Ինչ կանեն կառավարությանը։ Չեն ասի, այ արգելի բան, կառավարիչներ, էս ինչ եք անում։ Բա որքան առավել եւս ուրեմն հոգեվորում։ Դե հիմա 99 թվից իրանք են այդ նույն ձև են աշխատում, հա, եւ իրանց ոչ մեկ չի ասում, չի ասել, էս ինչ եք անում։ Այն մի քանի հոգին էլ որ հել է ասել է, իրանց միանգամից կարգալույց հաջողություն։ Էս ա եղել։ Հիմա այդ ամեն ինչը մենք գիտենք։ Այդ բանը, այսպես կոչված բեսպրիձելը, դիկտատուրան, այդ ամեն ինչի մասին մենք շատ լավ տեղյակ ենք։ Հիմա մեզ պետք է լուծումներ, կոնկրետ քայլեր, որը որ օրինական կերպով այս մարդուն ճամփու կդնի իր տուն։ Դուք ճիշտ եք։ Հիմա քանի որ լեգիտիմության դռները փակ են, օրենքները բռնազավթված են, բռնաճնշված են եւ հենց իրենք իսկ չեն պահել այդ օրենքները այդ կարևոր հարցերի մասին։ Տեսեք, ես մաքսիմում փորձում եմ երկյուղով եւ համեստ խոսել, որևէ մեկին չեմ վիրավորում, բայց ես չեմ կարող լռեմ, որ լսում եմ եւ տեսնում եմ ինչ է տեղի ունեցել։ Այո, տեղի է ունենում սա քմաճություն։ Ինչ ուզեն, կուզեն ժողով կանեն, կուզեն չեն անի։ Կուզեն, օրինակ տեսեք, եպիսկոպոսատ ժողովը վերջերս հիշում եք, որ գումարեցին, այսինքն ասեցին, որ պետք է լինի դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսատ ժողով։ Հետո չեղարկեցին, ասեցին ժամանակավոր հետաձգվում է, որովհետև ինչ որ բռնաճնշումներ կան եպիսկոպոսների հանդեպ կալանավորումներ են տեղի ունեցել, մենք հետաձգում ենք։ Եթե տենց խնդիրներ ա եղել, չէ, ասենք տենց արտակարգ իրավիճակա, առավել եւս դուք ամեն օր պետք է ժողով անեք, որպեսզի լուծումներ տաք, որպեսզի լեզու գտնեք կամ ինչ որ եզեր փնտրեք։ Իսկ դուք էլի չեղարկում եք, էլի ձեր ձևով, էլի քմաճություն, էլի բռնապետություն։ Հետևաբար սա չի կարա ուղղակի երկար շարունակվի, իսկ դուք եթե հարցնում եք ինչպես օրինական ձևով անցնել առաջ, այստեղ պետքա գործադրել չգրված օրենքներ, որը որ նույնպես գրված օրենք է։ Կա չգրված օրենք, որ ինքը գրված օրենք է։ Օրինակ այս դեպքում տեսեք, մեր եկեղեցում կա այսպես մի օրենք՝ հարկ լուծանե զորենս, այսինքն անհրաժեշտությունը լուծանում է որոշ օրենքներ։ Հիմա կա խիստ անհրաժեշտություն եւ պետք է անցնել, այո, չգրված օրենքին եւ տալ իրավիճակին համապատասխան եւ կատարել իրավիճակին համապատասխան քայլեր։ Հիմա մենք տևական ժամանակ է ազգովի գնում ենք շատ մի հոծ բազմությամբ գնում ենք պատարակների ենք մասնակցում։ Հովանավանքի պատարակից մինչև այս վերջի պատարակը, այսօր չէ, նախորդ կիրակի օրվա, որը տեղի ունեցավ ուրեմն Հարմավիրի մարզի գյուղերից մեկում Սուրբ Գևորգ եկեղեցում։ Այս պատարակները ինքը իրանով արդեն որոշակի հաղթանակի գնալու քայլեր ու ինքը սրա մեջ կա կարևորը շատ մեծ մի հոգևոր իրողություն, եկեք մի հատ հոգևոր տեսակետից նայենք, էլի անցնենք առաջ, որտեվ այս ամեն ինչի նպատակը ինչն է, որպեսզի ազգը զարթոնք ապրի։ Իսկ ես տեսնում եմ եւ հավատում եմ, որ մեր ազգը զարթոնք է ապրում այս եկեղեցիներ գնալով, եկեղեցիները հոծ բազմություն ունենալով, շատ դրական է մեր հոգևոր կյանքի համար եւ ինձ համար մեծ վայելչություն է, ես էլ մասնակցում եմ պատարակի, նույնիսկ խորան եմ բարձրանում
ինձ համար վայելչությունն է։ Ով ինչ կասի, թող ասի, կգա ժամանակը ամեն ինչն էլ կասի։ Վայելչությունը, երբ որ խորանից տեսնում եմ հոծ բազմությանը, մեր հայերին դեպի առաստված ճանապարհին, աղոթքին, մանավանդ առաջի շարքերը լրացնող խորանի առջև կանգնած իշխանությանը, սա նույնպես ձեռքբերում է, հոգևոր ձեռքբերում է, Աստված դա լինի բոլորի կողմից անկեղծ դեպի առաստված գնալ եւ այսպես շատանանք, գնալով շատանանք։ Սա նորից եմ կրկնում, պահել է պետք այս ամեն ինչը, ինչ որ մենք ձեռք ենք բերել։ Սա պահել է պետք, նույն ձևով շարունակել է պետք, մինչև Աստված իր գործը կանի եւ քանի որ գիտեք, հարգելի Լենդրոշ, քանի որ արդեն ժողովուրդը շատացել է, ես այս 2-3 պատարակ է նայում եմ, որ մի մեծ մասն էլ սա նաև առաջարկ է, հա, ձեր հարցին եմ պատասխանում։ Եվ քանի որ խորանից նայում եմ, մեր ժողովուրդը շատացել են ու եկեղեցուց դուրս են կանգնում, որ պատարակի մասնակցեն, արդեն ցուրտ եղանակ է, եւ ես մտածեմ, որ այս մարդիկ է պետք է ներս գան, բայց քանի որ տեղ չկա այլ եկեղեցում կանգնելու, չեն կարողանում գան, բայց հիմա օրերը էլից ավելի է ցրտելու եւ ես լսեցի ոնց որ դեկտեմբերի ավարտին ավելի ցուրտ է լինելու։ Դրա համար օրինակ ես կառաջարկեի ավելի մեծ եկեղեցիներում մենք գնանք ազգովի պատարակի մասնակցենք, օրինակ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնտեղ բոլորը տեղ կանեն։ Հասկանում եք, սա Աստծուն հաճելի է, երբ որ ազգովի մենք գնում ենք դեպի առաստված բայց շատ սիրուն է, շատ պուպուշ է, բայց մենք ժամանակ չունենք այդքան։ Ժամանակ չունենալը այսպես է, պետք է չեզոքացվի կոնկրետ, պետք է չեզոքացվի չգրված օրենքի մասին, ոնց անենք, որ չեզոքացվի, ձեր ասած բարբառային բառ ասեցիք, կներեք չեմ հիշում, կամ գրափառ բառ է դա, հա, ոնց ասեցիք, չգրված օրենք։ Հա, այդ հիմա մանրամասնեք, ոնց է աշխատում դա։ Մենք գնում ենք պատարակների եւ եթե որոշ ուժեր կփորձեն խոչընդոտել, դա հենց այդ օրենքն է, որ բեթում ենք պատարակների, կամաց ազատագրում եք եկեղեցին։ Նայեք, ցանկացած դեպքում, երբ որ դու ուզում ես գնաս, դու ուզում ես պայքարես ինչ-որ բացասական ուժերի դեմ, դու առճակատում գնալով կպարտվես, հա։ Դրա համար չար ուժերի դեմ ամենալավագույն պայքարը դեպի լույս գնալն է։ Իսկ հիմա մենք դեպի պատարակների գնալով դեպի լույս ենք գնում։ Եվ եթե լույսի աթոռին չարն է նստած։ Եթե մենք կգնանք դեպի լույսը եւ մեզ կխանգարեն որոշ ուժեր, անմիջապես արդեն չեզոքանք։ Այդ արտահայտությունները ես շատ եմ լսել։ Այդ արտահայտությունները մենք գնանք լույս Աստված առաջ եւ այլն։ Գիտեք, Աստված ամեն բան չի, որ պետքա մեր տեղն անի, հա, եկեք Աստծո վրա ամեն ինչ չբարձենք, Աստված մեզի խելք ա տվել, հա, հնարավորություն ա տվել մտորելու եւ ճիշտ որոշումներ կայացնելու։ Մի Աստված դնենք ամեն ինչ, ասենք Աստված առաջ, Աստված կանի, դեպի լույսը գնանք, տես չի։ Աստված ձեզ տվել է հնարավորություն, Աստված ձեզ տվել է խելք, միտք, որ ճիշտ որոշումներ կայացվի եւ ճիշտ որոշումներով ազատագրվի։ Աստված չի գալու մեր տեղը Գարեգինին հանի կամ Աստված առաջ, Աստված էթա գիտե, թե չկա, այդ բաները խնդրում եմ ժողովրդին մի ասեք։ Լուծողները դուք եք։ Աստված չի, դուք եք։ Այո, Աստված կարող է ձեզ օգնել։ Աստված կարող է ձեզ միտք տալ, լավ միտք տալ, ճիշտ ուղի տալ, բայց ոչ թե այդքան լույս Աստված գա մեր տեղանի, չէ, Աստված չի գալու ձեր տեղանի։ Դուք պետք է անեք։ Ամենից բան ասացի, որ Աստված գա մեր տեղը։ Չէ, դե որ այդքան լույս դեպի բան, Աստված արդեն լույս տվել է բոլորիս։ Դուք եք ուզում գնալ դեպի լույս։ Իհարկե ուզում եմ գնամ դեպի լույս։ Բայց իմ կարծիքով ես արդեն լույսի մեջ եմ։ Աստված։ Հիմա տեսեք, լավ, Լենդրուս ջան, դուք
ուզում եք ավելի կոնկրետ պատասխան տեսնել։ Կոնկրետ պատասխան, աշխարհիկ պատասխան, որ ընկալելի լինի ժողովրդի համար եւ մարդկային, որը որ գործոն լինի։ Հիմա ես տալիս եմ աշխարհիկ պատասխան աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների հիման վրա։ 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանը, երբ որ փշալարների հետևում վերընտրվեց որպես վարչապետ, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ չգնաց արճակատում, չգնաց դեպի Սերժիկ Սարգսյանի կողմը, այլ թեքվեց Բաղրամյան փողոցից դեպի օպերա եւ տևական ժամանակ, այսինքն օրեր, մի քանի օր պտտվեց, բազմությունը եկավ իր կողքը կանգնեց, բոլորն գտնում էին, որ պետք է այո տեղի ունենա այդ փոփոխությունը եւ այնքան, այսպես ասած, մեծացան շարքերը ձնագնդիկի սկզբունքի հա, մինչև եկավ ժամանակը եւ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ եղավ։ Եվ այս նույն օրինակով ես սա եմ ասում, սա մի քիչ հոգևոր հարց է։ Ես հասկանում եմ, որ դուք ավելի կտրուկ պատասխան եք ակնկալում եւ կամ ժողովուրդը, բայց ես ձեզ օրինակ բերեցի 2018 թվականի առումով, մենք երբ էլ ավելի ոնց որ սրտացանկերս եւ կշատանալ մեր շարքերը դեպի եկեղեցի գնալով, դեպի նախարարչի հերթին մեր ներսը մաքրելով, մեր կենթանի տաճարը մաքրելով, Պողոս Առաքյալը ասում է կենթանի տաճար եք դուք, որտեղ բնակվում է Սուրբ Հոգին։ Երբ որ այս ամեն ինչը մենք գոնե նվազագույն էլի, որ գոնե որ ասենք Աստված տեսնի, մենք ի սրտե ուզում ենք այդ ամեն ինչը, մնացածը անպայման կփոխվի, անպայման Հարգելի Հովհաննես, նայեք, ես տարբերություն ասեմ, այն ժամանակ պետք էր ցույց տալ իշխանությանը, որ դուք լեգիտիմ չեք։ Ժողովուրդը ձեզ չի ընտրել։ Եվ Սերժ Սարգսյանի ժամանակով եմ ասում, եւ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ այդ քայլով ցույց տվեց, հավաքեց ժողովրդին եւ ցույց տվեց, որ դու լեգիտիմ չես։ Դու պետքա տուն ես։ Այստեղ ուրիշ խնդիր է։ Այստեղ հիմա նայեք, ես ասում եմ աշխարհիկ լուծում տվեք, դուք էլի սենց հոգևոր լուծում եք առաջարկում, ես աշխարհիկ լուծում տամ հենց հիմա ուղիղ եթերով, հա, ուղիղ եթեր չենք, բայց երբ որ դուրս կգա այս եթերը, եղբայրը հատուկ ծառայությունների, օտար երկրի հատուկ ծառայությունների գործակալ է աշխատել ու ըստ ԱԱԾ-ի շարունակում է կապեր ունենալ։ Էլ ինչ եք ուզում, որ ձերբակալվեն։ Ինչ եք ուզում եք Ալ-Կաիդայի տերորիստ լինի կամ ավելի էյան, այս հարցը լուծվում է այս ձև։ Հոգևորականներով բարձրաստիճան, հա, որ կան, որ միացել են, եւ այն հոգևորականները, որոնք որ նույնպես կմիանան, այդում են սիրում ձերբակալում են, եկեղեցից դուրս են հանում որպես գործակալ։ Վերջ բրծավ։ Ինչ մի դժվար պատմություն է, ում պետք է ինչ լոլո պատմենք, ում ինչ պետք է հատուկ ինչ-որ առակներ կարդանք, կա երկիր, առաջի հերթին նախ, հա, ցանկացած երկրի համար առաջի հերթին էդի պետականությունն է, հետո նոր հավատքը, եկեղեցին եւ այլն, առաջի հերթին որպես պետականություն։ Համաձայնվում դրա հետ, հա, եկեղեցի պետությունն է նոր հավատքը։ Դե գիտեք ինչ կա, մարդու հավատը էդի անձնական բան է։ Լավ, էդի ինք մարդն է որոշում առաջի հերթին, հա, ինքը որ հավատքն է ընտրում։ Էսի մեկ, որտեվ Աստված նույնպես մարդուն ստեղծել է ազատ, մտքի ազատ հնարավորություններով։ Իր ընտրությունը ազատ է մարդու միտքը։ Պետականությունը ոչ, պետականությունը առանց պետականության ոչ մի բան գոյություն չունի։ Անկամ եկեղեցիդ չի կարա լինի անկախ, ու էդի մեր պատմության մեջ եղել է, այդ մեր եկեղեցին երբ ա եղել անկախ։ Միշտ էլ աշխատել է սրա նրա համար, երբ որ մենք պետականություն չենք ունեցել։ Կթողեին եկեղեցի մնար, եթե սրա նրա համար չաշխատեր։ Նենց որ միշտ առաջի հերթին որպես քաղաքացի պետականությունն է առաջի տեղում, իսկ անձնական հավատքը, կրոնը, դա արդեն ուրիշ հարց է։ Բայց կարևոր հարց է, չէ՞։ Շատ կարևոր հարց է։ Մեր ինքնությունն է, դա ոչ մեկ չի մերժում, ես քրիստոնյա եմ, ես հայ առաքելական եկեղեցի, բայց ես
Նաև երկու ոտքով կանգնած եմ հողի վրա եւ հասկանում եմ, որ նա առաջնահերթություն մեզ համար որ չէ։ Եթե այսօր մեր եկեղեցին օգտագործվում է, որովհետեւ օգտագործվում է, հակա պետականության համար, հակա մեր ինքնիշխանության դեմ, արդեն փաստը կա։ Որն է խնդրեմը։ Գնացեք հանեք դուրս։ Դե հիմա միգուցե հենց դա էլ, չգիտեմ, պետք է լինի, ես ուղղակի ինֆորմացիա չեմ տիրապետում։ Ես Տեր Արմենին անցյալ եթերում Տեր Արմենին ասեցի։ Ինքը համաձայն է։ Այս է աշխարհիկ լուծումը, ոչ թե ասենք Աստված առաջ, Աստծո վրա ինչի Աստված ասում է, հա? Անտեղի տեղի իմամունը մի տվեք։ Ամենևին ոչ ոք անտեղի տեղը չի տալիս, ես միտեղ կարդացել եմ, այսպես բան է գրված, Պենդրուշյան։ Քրիստոս ասում է. «Պարարտ հողը ձեզանից, սերմերը ինձանից»։ Սա կարելի է հասկանալ եւ ներանձնական հարցերի շուրջ, եւ ընդհանուրի շուրջ։ Եվ հենց Նիկոլ Փաշինյանը ընդհանուրին վերաբերող շատ կարևոր մի բան է ասում, որը որ ընդունում եմ ու տեղիք եմ տալիս։ Ասում է, սիրելիներս, մենք պետք է բարեկարգենք, մաքրենք մեր եկեղեցին, մեր հայ առաքելական սուրբ եկեղեցին, սակայն առաջի հերթին մաքրելով ինքներս մեզ։ Այստեղ մի հատ մեծ ճշմարտություն է թաքնված, եւ որքանով որ մեզ կստացվի կհաջողվի մաքրել ինքներս մեզ, նույնքանով անպայման կհաջողվի ազատագրել մեր եկեղեցին, եւ մենք այդ ճանապարհին ենք։ Հարգելի Հովհաննես, իհարկե այդ ամեն ինչը շատ սիրուն է լսվում, լավ է լսվում, բայց քաղաքականության մեջ մի քիչ շատ մաքրվելն էլ անհնարին է, եկեք անկեղծ լինենք, հա։ Ես կարա մաքուր լինեմ, դուք էլ կարաք մաքուր լինեք, բայց քաղաքականության մեջ գտնվող մարդ, այն էլ բարձրաստիճան, ես չեմ ասում կեղտոտ մարդ, հա, գցենք երկրի ղեկավարները կեղտոտ մարդիկ են, այդ չեմ ասում, բայց հաստատ այն մաքրությունն էլ չեն կարող ունենալ, քանի որ իրենց հրամաններից անգամ կարող է պատերազմ սկսել։ Իրենց հրամաններից կարող են բավականին չափ մարդիկ զոհվել։ Քաղաքականությունը այդ է, բայց այդ հարցը միան, դրանք սա էդի մասածներն են, դրանք սիրուն խոսքեր են։ Մեզի լուծումներ է պետք, քայլեր, որոնք որ գբերի ճիշտ առանց մտածելու թե վայ ես ինչ ասեց, վայ ով ինչ ուզում է ասի, կա օրենք, կա պետականություն, կա հանուն պետականության արված քայլեր, որն էլ որ պետքա բերի։ Գիտեք, վերջերս ես որ մի քիչ շատ այտենց ուսումնասիրեցի, ելի միշտ փորձում էի կոնսերվատիվ լուծումներ փնտրեի այս ամեն ինչի մեջ, բայց արդեն ես եկել եմ այն եզրահանգման, որ այլևս լուծումը պետք է լինի վիրահատական եւ պահանջում է վիրահատական մոտեցում, ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ տարբերակ ցավոք սրտի չկա եւ ես չի ուզենա, որ մենք հասնենք այսօրվան։ Ես շատ վաղուց կուզենայի, որ այլ կերպ լիներ ամեն ինչ։ Բայց գիտեք, երբ որ Աստված փարավոնին այնքան էր սիրտը կարծրացել փարավոնին, որ 10 պատվաստներ ուղարկեց հասկացնելու համար, որ դու բռնապետ ես եւ դու հաճելի չես Աստծուն։ Դա էլ ինքը չհասկացավ։ Մովսես մարգարեին ուղարկեց իսրայելացիները, որ գտնվում էին ստրկության տակ, փարավոնի։ Մովսես մարգարեն ուղարկեց, որ փրկեր ուրեմն այդ իսրայելացիներին, եւ Մովսես մարգարեն փրկեց իսրայելացիներին, իսկ փարավոնը իր զորքով կործանվեց։ Ես հիմա կուզենամ խոսել ձեր մասին, քանի որ դուք ասեցիք, որ դուք եթում եք հայ առաքելական եկեղեցին, մասնակցում եք արարողությանը, անգամ բարձրանում եք խորան, հա, քանի որ ժողովրդի մոտ հիմա հարց կառաջանա, ինչ իրավունքով, խնդրեմ այս հարցը մանրամասնեք, ինչ իրավունքով եք դուք բարձրանում խորան, եթե դուք մասնագիտությամբ հոգևորական չեք։ Տեսեք, հետաքրքիր հարց էր, ես ճիշտ է ձեռնադրված չեմ որպես դպիր, բայց դա չի խանգարում, որպեսզի աշխարհական հավատացյալներ ունենան բարվոք վարք, իհարկե ես հիմա ինչ չեմ գովում, բայց առհասարակ
ունենան բարվոք վարք, իմանան ինչ է պատարագ իրենից ներկայացնում, օրհնություն ստանան, թույլատվություն ստանան պատարագիչ քահանայից, օրհնություն ստանան եւ բարձրանան խորան, այսինքն մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցին ուրախ է իր զավակների այդ պատրաստակամության համար եւ ընդունում է։ Սա նաեւ պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ մենք այդքան ոնց ասած բավարար թվով չունենք ձեռնադրված դպիրներ եւ սարկավակներ եւ շատ տեղ եկեղեցիներում նույնիսկ պակասը կա դպիրների եւ սարկավակների, նաեւ այդ պատճառով ուրեմն թույլատրում են, սա թույլատրում են քահանաները, Այսինքն օրենքով նորմալ է, կանոնադրությամբ նորմալ է։ Եկեղեցու ուրեմն եկեղեցու իր դրվածքով դա նորմալ է եւ ասեմ ձեզ, ես առաջի անգամ շապիկ եմ հագել 2011 թվականին Երուսաղեմում Սուրբ Հարություն տաճար եկեղեցում Քրիստոսի գերեզմանի առաջ, երբ որ պատարագ տեղի ունեցավ, ինձ թույլ տվեցին եւ դրանից հետո տարբեր տեղեր հագել եմ։ Այնպես որ այն ինչը որ խոսացին, տարբեր լրատվականներ այլ լուսի ներքո ներկայացրեցին, դա ուղղակի իրանց հերթական սադրանքներ, որը որ մոլորեցնում են մարդկանց, իսկ գրված է վայ նրան, ում պատճառով որ մարդիկ կգայթակղվեն։ Ասում են գայթակղություններ գալու է, բայց վայ նրան, որ ում պատճառով կգա։ Իրանք ճշմարտությունը խեղաթյուրում են։ Էսա, իրականությունն է սա։ Այո, գիտեք ինչ կա, իրանք վճարվում են դրա համար, որ մանիպուլացնեն ժողովրդին։ Սա է իրականությունը։ Վճարվում ու հետո գնան այդ ես չեմ ցանկանա, բայց իրանք այդ հետևանքները, այդ ինչ որ ցանեն, դա ճաշակելու են։ Ցավոք սրտի մեջները այնքան ծանոթներ կային, որ ես իրանց համար ցավում էի։ Զանգում են ինձ ասում են, գիտեք ինչ, Հովհաննես ջան, կներեք, բայց մենք դա անելու ենք, այս սև գործը, այս չար գործը անելու ենք։ Ես ասի չեմ ցանկանա, տխրում եմ ձեզ համար։ Փառք Աստծուն, ասում է ուրախացեք, հա, Քրիստոսը ասում է ուրախացեք, որ սուտ են խոսում ձեզ համար։ Ես ընդամենը ներքուստ փառք էի տալի Տիրոջը եւ դա ինձ որևէ բան չի արել, իրենց համար են տխրել ու տա Աստված փոշմանան եւ դարձի գան այդ իրենց չար գործերը։ Դե իրանք թիրախավորել էին այն երիտասարդ տղային, ով մի հատ նագոլկա ուներ վրան, այսպես ժողովրդական լեզվով ասած, չդիտելով կամ չտեսնելով այն փաստը, որ մենք հոգևոր առաջնորդ ունենք նագոլկայով, հա, այսպես կոչված։ Այդ երիտասարդ տղային թիրախավորել էին ընդամենը մանիպուլացնելու համար։ Դրա բոլորը գումարով աշխատելու։ Դե հա, նամակն ընդունված չի Սուրբ Գրքով, դրա համար դա են իրանք, բայց մարդ գիտեն, որ օրինակ այդ դաջվածքը արել է եւ հետո փոշմանել է, բայց դժվարություններ ունի այդ դաջվածքը վերացնելու, դա պայմանավորված է շարք գործոններով, որը որ վերացնելու դեպքում կարող է ավելի բարդություններ առաջանա։ Ես չգիտեմ հիմա այդ տղայի մոտ ինչ վիճակ է, բայց առհասարակ էլի սա էլ կա։ Հա, դե պարզ է, որ ընդունված չի, բայց եթե մի կողմը ցույց են տալի, պետք է մյուս կողմն էլ ցույց տան։ Եթե երիտասարդ տղային, որը որ անգամ չգիտեմ սարգսակի կարգավիճակ ունի, թե չունի, ներկայացնում են որպես չընդունվող, բան հոգևոր առաջնորդի մասին ինչ չես խոսում։ Այդից պետք է սկսենք, հա։ Երկակի ստանդարտ կա ճշմարտության մեջ, կա երկսայրի սուր, բայց երկակի ստանդարտ չի լինում։ Հարգելի Հովհաննես, մեր հաղորդումը մոտենում ավարտին, ձեր եզրափակիչ խոսքը, խնդրեմ։ Իմ եզրափակիչ խոսքը միևնույն է, լինելու է էլի ոնց որ դրական, ես ցավում եմ, որ հասցրեցին այսօրվան, որ էլ փաստորեն հնարավոր չի օրինական ճանապարհներով, նույնիսկ ասում եմ ձեզ, ես հոդված էի գրել, կոչ էի արել բոլոր մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու եպիսկոպոսներին եւ arczepiskoposներին բացառությամբ անցնել օրինական դաշտ, ստեղծել պայմաններ եւ այդ ամեն ինչը անել։ Բայց ուրեմն այս իմ կոչին Երուսաղեմի պատրիարքից արձագանքեցին կամ ասենք զուգադիպեց, որ կոչ էին անում մայրաթորեն, որ հրատապ ազգային ժողով գումարել, էլի հրավիրել։ Ու դրանից հետո այնտեղ ասեցին, որ կարող է լինի կամ հնարավոր է լինի, բայց միևնույն ժամանակ էլ այդ եպիսկոպոսատ ժողովը դեկտեմբերի 10-ից 12 մի անգամից չեղարկեցին։ Ասում հələ տեսեք, էլի, այսքանից հետո մենք փորձում ենք էլի որդիաբար եկեղեցու որպես զավակ
Գնալ ամենա ոնց որ ասած ոչ թե փափուկ, այլ ամենա ոչ ստրեսային լուծման ճանապարհով, էլի տեսեք իրանք ինչ են անում։ Դե որ էդ է կանում, ինչ ասեմ, արեք։ Ցավալի է, բայց բուժումը վիրաբուժական է, ուրիշ տարբերակ չկա։ Պետք է գործի դրվի այդ Բայց համաձայնվեք, որ համոզեցի ձեզ, որ պետք է կտրուկ քայլեր արվի։ Եվ աշխարհիկ քայլեր արվի, ոչ թե նստենք եւ ասենք հա, ոչ թե համոզեցիք, այլ ցավոք սրտի իրականության հրամայականն է դա։ Ցավոք սրտի, անկեղծ եմ ասում, ցավում, չի ուզենա որ բանը հասներ դրան։ Այո, հարգելի ժողովուրդ, մեր հաղորդումը մոտեցավ ավարտին։ Ես էլ իմ եզրափակիչ խոսքով ուզում եմ ասեմ, որ այո, ձեր հույսը միշտ պետք է լինի Աստված, դա նորմալ է, բայց ձեր անելիքը, ինչը որ դուք պետք է անեք, դա մի թողեք, ասեք Աստված պետք է անի, ոչ, դա դուք պետք է անեք։ Մեր հյուրն էր Հովհաննես Գևորգյանը։ Ստեսություն, հաջողություն։ Հաջողություն։